Սիրելի ժողովուրդ, նայեք։ Մենք շատերս ժողովրդին առաջնորդում ենք ապաշխարության, եւ դա շատ կարեւոր է, եւ դա քրիստոնյայի առաջի քայլն է, քանի որ ավետարանը հենց առաջի երրորդ գլուխներից արդեն առաջնորդում է մարդկանց ապաշխարության, ինչպես նաեւ որ Հովանես Մկրտիչը արդեն անապատումը քարոզում է, Հրեաստան անապատումը եւ ասում ապաշխարեցեք, որ մոտեցել է երկնքի թագավորությունը։ Ավետարանի 3-րդ գլխից արդեն սկսվեց։ 4-րդ գլխից արդեն Հիսուսը երբ որ փորձվեց անապատում սկսեց քարոզել։ Այն ժամանակ Հիսուսը սկսեց քարոզել եւ ասել ապաշխարեցեք, որտեղ մոտեցել է երկնքի թագավորությունը։ Այսինքն Հիսուսի գալը դա ցույց տվեց, որ երկնքի թագավորությունը մոտեցել է մարդկանց, ինչա պետք ապաշխարել, որպեսզի կարողանալ մարդն մոտենա երկնքի թագավորությանը։ Երկնքի թագավորությունը եկավ, բայց եթե մարդը չապաշխարա, չի կարա մարդը հանդիպի երկնքի թագավորությանը, որ Հիսուսն ասավ երկնքի թագավորությունը, արքայությունը այստեղ այնտեղ չեն փնտրում, այլ ձեր ներսում է։ Հիմա նայեք, բայց լավ, ապաշխարենք, կան Քրիստոսին, բայց ինչի հիմքի վրա կառուցենք մեր հոգևոր կյանքը, ինչպես ճանաչենք Հիսուսին, ինչպես իմանանք մեղքի գիտություն, ինչպես որ ես իմ ողջ կյանքս 3 տարեկանից աղոթներով մեծացել եմ, բայց չգիտեի, որն է մեղք, որն է ինչ, որն է Աստծո կամքը, մինչև 33 տարեկանս, որ Աստծո հոգին հանդիպեց եւ տվեց իրական ապաշխարություն, եկեղեցի քայլել, զղջում ապրել եւ նոր մեղքի գիտություն, մեղքի հանդեպ գիտություն ունենալ, թե որն է մեղքը, որն է սխալը, ինչը ինչից խավարը, լույսից հասկանալը եւ ապրել լույսի մեջ։ Հասկանում եք։ Քրիստոսի խոսքը, Քրիստոսի ավետարանը պետք է ցանկացած քրիստոնյային, որ կարդա, սովորի, պահա, որ ապաշխարա։ Եթե դու մարդկանց չտաս ավետարան, մարդիկ ոչ մի ձև չեն կարող ապաշխարել։ Իրանք չգիտեն ինչի հիմքի վրա ապաշխարել, իրաց կյանքը ինչի հիմքի վրա կառուցեն, ինչպես որ Հիսուսն ասում է, ամեն ով որ իմ այս խոսքերը լսում է, նրանց է կատարում է, կնմանեցնե մի իմաստուն մարդի, որի տունը շինում է ժայռի վրա։ Եվ ով որ չի լսում, չի կատարում, կառուցում է ավազի վրա։ Քամին, փոթորիկը եկավ քշեց տարավ, իսկ որ Հիսուսի խոսքի վրա է կառուցում, ինչ էլ կա չի կարել մարդուն խախտա, քանի որ իր ապաշխարության հիմքը Քրիստոսի խոսքն է, Քրիստոսով։ Նայա մեզ պետք ժողովուրդ ջան։